ների կամ տեխնոլոգիական հնարավորությունների մասին է խոսում, որովհետև մարդը իր աշխարհայացով, իր խնդիրներով ու իր էությամբ ըստ էության չի փոխվել թվագրվող մարդկային պատմության ընթացքում, մարդուն տրվել են շատ հնարավորություններ, շատ տարբեր գործիքներ, բայց մարդկային մեղքերը, մարդկային առաքինությունները իրանք նույնն են, ուղղակի տարբեր գործիքներ ու տարբեր գործելու ոճեր ունեն, հա։ Օրինակ, եթե ժամանակին, չգիտեմ, բժշկությունը զարգացած չէր ու օրգաններ փոխպատվաստելու օրինակ հնարավորություն չկար ու ոչ մեկ չէր կարող մեկի կյանքի փրկության համար տալ իր երիկամը կամ ինչ որ մի բանը, հիմա կա այդ հնարավորությունը եւ մարդիկ նաեւ այդ են օգտագործում որպես առաքինություն, այսինքն այս գործիքն են օգտագործում հնարավորությունը ժամանակին էլ, չգիտեմ, մարդիկ պատերազմի ժամանակ էին մեկը մեկին, հիմա էլ են դե իհարկե անում, բայց ուզում եմ ասեմ, մարդկային առաքինություններն ու մարդկային մեղքերը իրենց բնույթով չեն փոխվում եւ մարդու համար գայթակղությունները ըստ էության նույնն են մնացել, ուղղակի դրանց տարածման ու տեխնոլոգիական միջոցներն են փոխվել։ Եվ սա իհարկե մեծագույն ցավն է, որ ապրում է քրիստոնեական եկեղեցին ու քրիստոնեությունը ընդհանուր առմամբ, որովհետև մեր նախորդ զրույցներից կհիշեք, որ քրիստոնեության հիմնական նպատակը մարդու բովանդակային փոփոխությունն է։ Եվ գիտեք, կարելի է քրիստոնեության մասին խոսելիս կարելի է շատ հաճախ միստիկ, պաթետիկ որակումներ տալ եկեղեցուն, քրիստոնեությանը ընդհանուր առմամբ, հա, բայց եթե մենք նայենք հռչակված նպատակին, թե որն է քրիստոնեության նպատակը եւ եկեղեցու նպատակը, բովանդակային մարդուն փոխելու, եւ տեսնենք արդյունքները, մենք կտեսնենք, որ առաջին դարից մինչ օրես քրիստոնեական եկեղեցին երազում է իր քարոզած քրիստոնեության մասին, ոչ թե ապրում է այդ քրիստոնեությամբ։ Եվ քանի որ հիմա մանավանդ շատ է խոսում եկեղեցական կանոնների մասին ու եկեղեցական կանոնների գործածության մասին, եկեղեցական կանոններն էլ ինքնին երազանքն են եկեղեցու իր մասին, հա, որովհետև ես իհարկե չեմ կարող հստակ, հա, հավաստի կերպով ասել, բայց ինչքանով որ մեզ հասանելի են տարբեր պատմական աղբյուրներ, հայրերի տարբեր գրվածքներ, մենք տեսնում ենք, որ մեղքի չափաբաժինը հասարակության մեջ, մարդկության մեջ, քրիստոնեական հանրության մեջ ու քրիստոնեական եկեղեցու մեջ միշտ մտահոգիչ է եղել, միշտ։ Եվ դրա մասին գրել են, դրա մասին արտահայտվել են եւ անկեղծ են արտահայտվել, ասելով, որ կրոնավորների մասով, հա, որ հոգևորականները, չգիտեմ, հավատացյալները այս մեղքը ունեն, այն մեղքը ունեն եւ ինչն է ամենամեծ խնդիրը, որ շատ քրիստոնյա հավատացյալներ բաժանվում են երկու հիմնական մասի։ Մի մասը, որ ուղղակի նախընտրում է չնկատել, հա, այդ ամեն ինչը, եւ մի մասը, ով հիասթափվում է այդ ամեն ինչից ու մտածում է, որ չկա ուրեմն այդ ամեն ինչը, հա, որտեվ եթե այն բոլոր մարդիկ, ովքեր խոսում են Աստծո մասին, քարոզում են Քրիստոսին, իրականում չեն ապրում քրիստոնեությամբ, նշանակում է, որ քրիստոնեությունը միֆ է, այսինքն չկա քրիստոնեություն իրականում, այլ կա ինչ-որ գաղափար, հա, ինչ-որ իդեալ, որին մարդը հասնել չի կարող։ Եվ իհարկե այս ամեն ինչի այս գաղափարները նոր չեն եւ երրորդ, չորրորդ դարերում աղանդներ են անգամ եղել, հա, տարբեր քրիստոնեական ուղղություններ, որոնք մտածել են, որ եթե մարդը մի անգամ թեկուզ մեղք է գործում, ուրեմն ինքը քրիստոնյա չի։ Բայց սա երևի քրիստոնեական պատմության մեջ, աղանդագիտության մեջ կամ հերձվածողների պատմության մեջ
միակ ուղղությունն է եղել, որ շատ արագ ինքնա ոչնչացվել է, որովհետև պարզ է, որ շատ արագ չեն հայտնվել այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես մեղք չեն գործում։ Եվ սա թերևս ամենամեծ մարտահրավերն է քրիստոնեական եկեղեցու քրիստոնյաների համար առերեսվելու իրականության հետ, առերեսվելու են իրողության հետ, որ այո, մենք բոլորս մեղավոր ենք, եւ սա ոչ միայն այսպես պաթետիկ ձևով ասելու, այլ դրա խորքային ընկալում ունենալու, որովհետեւ տեսեք, երբ որ մենք խոսում ենք օրինակ մեղքի մասին, ու ասում ենք, որ բոլոր մարդիկ մեղք են գործում, սա շատ հեշտ է մեր ընդունելու համար, որտեղ մենք շատ ենք դա լսել, բայց երբ որ մենք անդրադառնում ենք անձին ու անձի մեղքին, հասկանում ենք, որ սա մեր համար հեշտ չի ընդունելը, որ այս մարդը մեղք է գործում։ Ինչի համար, որովհետև մարդը ընդհանրապես իր հասարակության ու իր շրջապատի մեջ սովոր է ստեղծելու իդեալներ իր համար, այսինքն մարդիկ, ում ինքը ուզում է նմանվել եւ ում մտածում է, որ հասել է իր երազանքի ինչ-որ մի տիպի։ Եվ իզուր չի, որ ամեն դարաշրջան կամ հարյուրամյակներ ունեն շատ եզակի թվով մարդիկ, ովքեր համարվում են ընդհանրական իդեալներ, հա։ Հիմա օրինակ 10-րդ դարում շատ հոգևորականներ ենք մենք ունեցել, հա, շատ բավականին վանականներ ենք ունեցել, ճգնավորներ ենք ունեցել, խստակենցաղ մարդիկ ենք ունեցել, բայց մենք նարեկացուն գիտենք, հա։ Նույն ձևի ներսե շնորհալուն գիտենք եւ այսպես կարելի է իհարկե շատ թվարկել, բայց եթե դուք տեսնեք դարաշրջանները մի տեսակ քրիստոնեական կյանքը կառուցվում է այս ամեն ինչի մոտ ու ներսե շնորհալու թուղթ ընդհանրական օրինակ բավականակարդալ, որովհետեւ հասկանանք թե ինչքան մեղքեր կային տեղ, հա, որ ինքը կաթողիկոսական հանգամանքով ներսե շնորհալին գրում էր թուղթ ընդհանրականը եւ նշում էր այդ ամեն ինչը, հա, թե ինչ խնդիրներ կար եւ աշխարհականների մեջ եւ հոգեվորականների մեջ, վանականների մեջ, հա, այսինքն խարանազգեստ եղբայրներին էր անգամ գրում ներսե շնորհալին, խարանազգեստները ուխտի մազից գեստ հագնող հոգեվորականներն էին, որը գիտեք շատ ցավեցնող է, որովհետեւ բաց վերքեր են լինում, անընդհատ մարմնական տառապանքներ են լինում եւ այլն եւ անգամ իրանց մեղքերի մասին է գրում, հա, ներսե շնորհալին։ Ուղղակի մենք հիմա ներկա ժամանակաշրջանում ունենք մի շատ կարևոր բացթողում, որը այո, երևի թե կախված է ժամանակակից մտածողության հետ։ Ուրեմն մենք մեղքին անուն չենք տալիս, մեղքին մեղքի անուն չենք տալիս, հա։ Եվ լղոզում ենք այդ մեղքը ամեն ինչի մեջ եւ փորձում ենք այդ մեղքի մեղավորությունը դնել գործիքների վրա։ Հա, պարզ մի հատ օրինակ բերեմ, մարդկության բոլոր ժամանակներում էլ ծնողները շատ չեն սիրել շփվել իրենց երեխաների հետ, հա։ Ինչի, որովհետև երբ որ դու մեծանում ես, այլ հետաքրքրություններ ունես, քո երեխան հələ փոքր է եւ բնականաբար այլ հետաքրքրություններ ունի, շատ դժվար է ապրել իր կյանքով, ապրել իր տեմպով, ապրել իր աշխարհայացով ու իրան հուզող հարցերով։ Եվ ժամանակ առ ժամանակ մարդիկ գտնում են տարբեր միջոցներ, տարբեր գործիքներ, որպեսզի այդ շփումը իրենցից մի քիչ հեռացնեն ավելի։ Հա, այսինքն ավելի քիչ դարձնեն իրանց այդ շփումը, որպեսզի իրանք անձնական կյանքի ավելի շատ ժամանակ ունենան։ Հիմա այդ գործիքների մեջ հայտնվել են տարբեր էկրանները, որոնցով կարելի է դնել մուլտֆիլմ, որոնցով ինչ-որ խաղ կարելի է տալ խաղալ երեխային։ Ուրեմն խնդիրը եւ մեղքը ոչ թե էկրաններն են ու մուլտֆիլմերը, այլ խնդիրը սեփական եսից անձից ծնված մեկին բավականաչափ ժամանակ չտրամադրելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունն է, հա։ Նույն ձևով ժամանակին չկային թմրանյութեր, հա,
Եվ մարդիկ տարբեր այլ միջոցներ էին օգտագործում թմրելու համար, այս աշխարհից կտրվելու համար, եւ ցենց վաճառքել չկար, մարդիկ գնում էին, գտնում էին ինչ-որ տարբեր տեղից, վերջի վերջո տարատեսակ սնկերը, օփիումը, որը շատ դեռևս նախաքրիստոնեական շրջանում հայտնի էր, հաշիշը եւ մնացած թմրանյութերը օգտագործվում էին մարդկանց կողմից։ Եվ սա միշտ էլ փախուստ էր իրականությունից, փախուստ էր կյանքից, չեմ խոսում էլ ալկոհոլի մասին, շլության մասին, բռնությունների մասին, գողության մասին, ստախոսության մասին, եւ ինչն է հետաքրքիր, որ հիշում եք մենք մեր անցյալ հանդիպումներում խոսում էինք բարոյականության ընկալման եւ մեղքի ընկալման մասին, որ դրանք միշտ չի որ նույնն են, բարոյական առումով ստախոսությունը, գողությունը գրեթե բոլոր մշակույթներում բարոյական չեն համարվել իրենք։ Իհարկե, տեսեք, ես շատ ընդհանուր ձևակերպումներ եմ անում, եթե մեր մեջ մշակութաբան լիներ, բավականին բանավիճելու առիթ կունենար իմ հետ, որովհետև մշակույթից մշակույթ շատ տարբեր են ընկալումները, տարբեր իրողությունների, բայց սրանք ընդհանուր համամարտկային պատկերացումներ ու ընկալումներ են։ Ուրեմն, ու ինչն է մեծ խնդիրը մեր քրիստոնյաներից մեջ, որ մենք պայքարում ենք ոչ թե մեղքի դեմ, այլ գործիքների դեմ, հա? Տեսեք, երբ որ արհեստական բանականությունը սկսեց լայն թափով մտնել մեր կյանք, շատ քրիստոնյա հավատացյալներ ու անգամ եկեղեցիներ սկսեցին լայնորեն քննադատել արհեստական բանականության մուտքը, մտածելով, որ արհեստական բանականությունը չգիտեմ, սատանայական գործիք է կամ սատանայություն է եւ այլն, ու մի տեսակ սկսեց պայքարը այդ ամեն ինչի դեմ, հա, արհեստական բանականության։ Ես գիտեք, որ մասնագիտությամբ ծրագրավորող չեմ ու շատ չեմ կարող շատ մանրամասն խոսել այս ամեն ինչի մասին, բայց միևնույն բանը կար նաեւ գնդիկավոր գրիչների դեպքում, հա, խորհրդային ժամանակներում, երբ որ սա բարոյականության անկում էր որակվում, էլեկտրականության դեպքում, այսինքն ամեն մի նոր գործիքի ի հայտ գալուց միշտ լինում է քրիստոնեական, հա, եկեղեցական մի խումբ, որը մարդիկ, ես չեմ ասում, որ պայմանավորված են դա անում, հա, մարդիկ ու մտահոգում է սա, ու իրանք մտածում են, որ քրիստոնեական առաքինության կարևոր կետերից մեկը պայքարել այս գործիքների դեմ։ Եվ սա խորքային խնդիր է իրականում մեծ քրիստոնյաներիս համար, որովհետև երբ որ դու պայքարում ես գործիքի դեմ, դու բովանդակությունն ու էությունն ես դրա մոռանում, հա? Եվ չօգտագործելով այդ գործիքը կամ քննադատելով այդ գործիքը, դու իրականում ինքդ քեզ ավելի լավը չես դարձնում, ոչ ուրիշ մարդու ես ավելի լավ դարձնում, եւ այս պայքարը մի տեսակ մեղքի դեմ պայքարը դառնում է հողմաղացների դեմ պայքար։ Դու պայքարում ես ոչ մի բանի համար ու ոչ մի բանի դեմ, հա, որովհետեւ այդ գործընթացը ինքը եթե այս գործիքը չլինի, այն գործիքը կլինի, այն գործիքը չլինի, այն գործիքը կլինի, չէ, վերջի վերջո մարդկային միտքն է, որ ստեղծում է այդ ամեն ինչը, ու ինչի համար է մարդկային միտքը ստեղծում, ընդհանրապես, որտեղ մարդկությունը գնում է մի ճանապարհով, որ իր կյանքը կենցաղը ավելի հեշտացնի, այսինքն այն ինչի վրա ինքը շատ ժամանակ է ծախսում, շատ ջանք է ծախսում, քիչ ժամանակ ու քիչ ջանք ծախսի է դրա վրա, որպեսզի ունենա ազատ ժամանակ։ Բայց հիմա ամենամեծ խնդիրը մեր քրիստոնյաներիս, որ ինչի վրա ենք մենք ծախսում մենք մեր ազատ ժամանակը։ Տեսեք, օրինակ իմ տատը ինձ պատմում էր, որ ջուր ունենալու համար, խմելու ջուր ունենալու համար, իրանք ստիպված էին քայլել մոտավորապես 3 կիլոմետր, աղբյուրից ջուր վերցնել, բերել, եւ դա օրվա մեջ մի քանի անգամ կարող էր լինել, մանավանդ գյուղական համայնքներում, որտեղ որ կենթանի էին պահում եւ այլն, այսինքն որտեղ այդ կենթանիները պիտի ջուր խմի, չգիտեմ, պիտի իրենց այգիները ջրեին եւ այլն եւ այլն, այսինքն մարդիկ սրանով էին զբաղված իրենց օրվա մեծամասնությունը, հիմա օրինակ եկավ մի ժամանակ, երբ որ այդ խնդիրը վերացավ,
հա, խողովակներ քաշվեցին, չգիտեմ, կոյուղիներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու մարդը ազատ ժամանակ ունեցավ դրանից։ Բայց մի տեսակ կյանքը ավելի բովանդակային չդարձավ։ Ուրեմն մենք գալիս ենք ամենակարևոր, հա, կետին մարդու կյանքի։ Ուրեմն տեսեք, Քրիստոս մեզ հետ խոսելիս ասում է, որ ճանաչեք ճշմարտությունը եւ այն կազատի ձեզ։ Ուրեմն ինչ կարող ենք մենք սրանից ենթադրել, հա, Քրիստոսի խոսքից եւ ինչ մեկնություն են տալիս մեր հայրերը։ Նախ եւ առաջ ճշմարտությունը բնականon ու ժառանգական չէ, հա, այսինքն չկա մի կյանքի էգզիստենցիալ վիճակ, գոյաբանական վիճակ, երբ որ դու առանց սեփական ջանքի ճանաչում ես ճշմարտությունը։ Այսինքն դու չես կարող ծնվել ու ճանաչել այդ ճշմարտությունը, կամ չես կարող չփնտրել այդ ճշմարտությունը, չուզենալ ճանաչել այդ ճշմարտությունը ու ճանաչել։ Եվ երկրորդ, քանի դեռ դու չես ճանաչում ճշմարտությունը, դու բանտարկված ես, դու ազատ չես։ Եվ ինչով ազատ չես։ Քո կյանքը ապրելու մեջ ազատ չես։ Այսինքն դու այն կարևոր նպատակը, որի շուրջ պետք է կառուցես քո կյանքը, չունես։ Եվ քո ազատ ժամանակը դու ծախսում ես ոչ մի բանի համար։ Ծախսում ես ոչ արդյունավետ կամ։ Եվ ճշմարտության ճանաչողությունը մեղքի եւ առաքինության ճանաչողության մեջ է։ Հիմա մենք ստեղ գնում ենք Ծննդոց 3-րդ գլուխ, երբ որ նախամարդը, Ադամը եւ Եվան, հա, ընտրություն ունեին եւ նրանց պատվիրված էր չճաշակել չարի ու բարու գիտության ծառից եւ կենաց ծառից, այս երկու ծառերից չճաշակել։ Գիտեք, որ մի քիչ մեր հայկական թարգմանությունը Աստվածաշնչի այս մասը չասեմ լավ չի թարգմանել, այլ մի տեսակ խմբագրած է թարգմանել եւ ոչ միայն հայկական Աստվածաշունչը, հայերեն թարգմանված վերջի շրջանի, հա, թարգմանված, այսինքն ոչ թե վերջի, այլ սա իրականում մխիթարյան թարգմանությունն է, որը օգտագործվել է եբրայական տեքստում նշվում է երկու ծառի մասին։ Եվ մարդը ճաշակում է կենաց ծառից, բայց չի ճաշակում չարի ու բարի ճանաչման ծառից։ Այսինքն մարդը կյանք է մտնում առանց ճանաչելու ճշմարտությունն ու սուտը կամ առանց ճանաչելու մեղքը ու առաքինությունը։ Եվ այս մեղքի ճանաչողությունը ցեք երկու ուղղությամբ կարելի է տանել քրիստոնեական կյանքը։ Առաքինությունը ճանաչելու ճանապարհը եւ մեղքը ճանաչելու ճանապարհը։ Եվ սրանք մեկը մեկին բացառող իրողություններ են։ Երբ դու ճանաչում ես մեղքը, դու զատում ես առաքինությունները, երբ ճանաչում ես առաքինությունները, դու զատում ես մեղքը այդ առաքինություններից։ Բայց ինչն է սատանայի գործը ընդհանրապես, հա, ստի իշխանի, օդի իշխանի, ինչի մասին է խոսում Պողոս առաքյալը ընդհանրապես իր թղթերում, եթե դուք տեսնեք, դիալոգը ինչի մասին է, որ մարդիկ ու տարբեր եկեղեցական համայնքներ անընդհատ սկսում են մեղքի սլաքները փոխել։ Այսինքն կա հստակ մեղքը, մարդը սկսում է պայքարել ինչ-որ գործիքի դեմ, ոչ թե բուն մեղքի դեմ։ Եվ հենց սրանից է բխում այդ ուտել չուտելու, թլպատվելու չթլպատվելու եւ այլն, այս բոլոր խնդիրները, որոնց մասին Պողոս առաքյալը խոսում է եւ իր թղթերում փորձում է ցույց տալ բովանդակությունը, այսինքն այդ շղարշից քողից զատ մաքուր քրիստոնեությունը ու Քրիստոսի խոսքը ու Աստծո կենթանի ներկայությունը մարդկանց կյանքում։ Եվ ուրեմն գալով մեր, հա, առաջին հարցին, թե ինչպես կարող է քրիստոնյան ապրել ժամանակակից աշխարհում, ապրել այսքան գայթակղությունների, մեղքերի, այսքան ինֆորմացիայի մեջ, վերջի վերջո, որովհետև տեսեք, եթե մենք օրինակ անդրադառնանք կաթոլիկ եկեղեցուն, որտեղ գիտեք, որ ամեն ինչ եղել է երևի այս կաթոլիկ եկեղեցում,
սկսած նրանից, որ ոչ քրիստոնյա մարդը, չմկրտված մարդը, հա, դարձել է Հռոմի պապ, վերջացրած երեխայի Հռոմի պապ դառնալու փաստով, այսինքն կնոջ ասում են Հռոմի պապ դառնալու փաստով, ամեն ինչ գրեթե կարելի է գտնել, նույնը բյուզանդական ուղղափառության մեջ ամեն ինչ գրեթե կարելի է գտնել, մեր եկեղեցու պատմության մեջ էլ քիչ չեն շատ ամոթալի էջերը, շատ ամոթալի էջերը, Մելքիսեդեկ մենք կաթողիկոս ենք ունեցել 16-րդ դարում, որ աճուրդի էր հանել, հա, եկեղեցու ամեն ինչը գրեթե, Նիկոլ Թորոսովիչ արքեպիսկոպոս ենք ունեցել Լեհաստանում, որ լուծարեց մի ամբողջ 100,000-ավոր հայ համայնք Լեհաստանում, Լվովում եւ հիմա լեհերի ամեն 4-րդ լեհը հայկական արմատներ ունի, բայց չկա մեծամասամբ հայկական քաղուտ չկա, այսպես ասած, հա, նո այդ ժամանակվա հայերի։ Ինչ մենք պետք է անենք։ Մենք պիտի կարողանանք մեր պայքարի, մեր առաքինության ու մեր կյանքի բովանդակությունը համապատասխանեցնել Աստծո խոսքին։ Եվ ինչպես դա պիտի անենք։ Նախ եւ առաջ չսևեռվելով գործիքների վրա, այլ սևեռվելով բովանդակության վրա, որովհետեւ տեսեք սոցիալական կայքերը, այո, սոցիալական կայքերը շատ մեծ գայթակղություն կարող են ունենալ իրենց մեջ։ Սկսած սեռական բնույթի տարբեր գայթակղություններից, վերջացրած ֆինանսական բնույթի, վերջացրած չարախոսություն, բամբասանք, վեճեր, ամեն ինչ կարող են ունենալ։ Բայց միևնույն ժամանակ սոցիալական էջերը, սոցիալական կայքերը հնարավորություն են տալիս խոսելու առաքինությունների մասին, Աստծո խոսքի մասին եւ ավելի շատ մարդու հասանելի դարձնելու այդ ամեն ինչը, հա։ Եվ մուլտֆիլմերը, հա, այո, մեդիան ընդհանրապես, հա, ֆիլմերը, գովազդները եւ այլն, այո, մարդկանց մեջ, երեխաների մեջ, հասուն մարդկանց մեջ կարող են կեղծ կատեգորիաներ արմատավորել, բայց միևնույն ժամանակ մեր սերնդի մարդիկ, հա, 90-ականների եւ մի քիչ դրանից առաջ, օրինակ, չգիտեմ, կհիշեն երևի բողոքականների կողմից ստեղծված Գիրք գրոց մուլտֆիլմը, օրինակ, որի միջոցով շատ մանուկներ ամբողջ աշխարհում ծանոթացել են Ավետարանի հետ, Քրիստոսի հետ եւ շատ մեծ հետաքրքրությամբ են նայել այդ ամեն ինչը։ Ուզում եմ ասեմ, որ գործիքները դրան գործիքներ են եւ գործիքը ինքը չի կարող որոշել, թե ինչպես օգտագործվել։ Եվ դրա համար է Պողոս առաքյալը ասում, որ անոթը կարող է բրուտին ասել, թե ինչի ես ինձ այսպես ստեղծել։ Հա, այսինքն, տեսեք, երբ որ մենք սկսում ենք կուժի հետ կռվել, որ ինքը կուժ է, մենք ոչ մի բան չենք շահում դրանից։ Բայց երբ որ մենք հասկանում ենք, թե մեզ ինչ է պետք է կուժի հետ անել եւ փորձում ենք օգտագործել այս նշանակության այդ կուժը, մենք շահում ենք դրանից։ Ուրեմն եւ ինչի համար է սա կարևոր հասկանալ, որովհետեւ Սուրբ գրքում մանավանդ 5 տակարանում կարելի է տեսնել շատ արտահայտություններ եւ շատ պատմական դրվագներ, հա, օրինակ ես դրա մասին հիմա այսօր չենք մեկնելու սա, բայց երբ որ անցնենք Սուրբ գրքին արդեն ու Սուրբ գրքի մեկնությանը, սրա մասին ավելի երկար կխոսենք։ Օրինակ այն դրվագը, երբ որ Աբրահամը իր կնոջը, հա, տալիս է փարավոնին։ Մեր համար անկալելի ինչ-որ մի բան, անկալելի ինչ-որ մի բան, հա։ Եվ Սուրբ Գիրքը դրա մասին շատ հեշտ է խոսում։ Ուրեմն կան նման երևույթներ ու նման հարցեր, որոնց ընկալման համար պետք է կարողանալ հասկանալ ընդհանրապես բովանդակությունը որևէ խոսքի եւ որևէ գաղափարի։ Ես գիտեմ, որ սա շատ դիսկուսով, հա, շատ բանավիճելու թեմա է, որովհետև շատ տարբեր կարծիքներ կան սրա հետ կապված։ Ես
Իմ այսօրվա խոսակցությունը հիմնված են հիմնական աղբյուրները, ձեզ ասեմ, Եփրեմ Ասորու ապաշխարության հորդորակի վրա, հա, ես հիմնականում քաղել եմ այս մտորումները այնտեղից, եւ Ալեքսանդր Մենի Քրիստոս մեր կյանքում գործի վրա, որը մի քիչ այլ հարցադրումներ է տալիս, բայց էլի մոտավորապես նման է, հա, այն ամեն ինչի մասին մենք խոսեցինք։ Եթե հարցեր ունեք, սիրելիներ, լսում եմ Արտաշ ջան, ողջույն, միակ մարդը, որ երևում է։ Ալ երեկո ձեզ, հա։ Ողջույն։ Չէի տեսել, որ ներվում եմ։ Այս ոնց ենք վերնագրելու այս դասը։ Քրիստոնեությունը եւ ժամանակակից աշխարհը։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք, Ժորժ ջան, լսում եմ։ Արութը ձեռքը բարձրացրել։ Օրնեցեք Տեր ջան։ Աստված օրհնի, Արություն ջան, լսում եմ։ Մի քիչ առաջ ձեր հրապարակումն էի կարդում Facebook-ում, այդ որ քրիստոնյաներին երբեք քրիստոնյա լինելու համար չեն դատապարտել, այլ ուրիշ բաներով։ Այո։ Ու այդ Պողոս Առաքյալի այդ Եփեսացիներին ուղված նամակից այդ մասը հիշեցի, ուզում եմ մի հատ տեսնեք ճիշտ է ասոցիացիան մոտս, որովհետև մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Այո, իհարկե Հարություն ջան, այդ էր հարցը, թե շարունակում ես։ Հա։ Չէ, այդ էր հարցը։ Ուրեմն իհարկե սա էլ կախված է այսօրվա մեր խոսակցության, այսօրվա մեր թեմայի հետ։ Տեսեք, ստեղ շատ նուրբ սահման կա։ Իհարկե Պողոս Առաքյալի իշխանություններ, պետություններ ու աշխարհի տիրակալներ, սրանք մարմնավոր անձերի մասին չի խոսքը, այլ իշխանություն որպես գաղափար ու որպես բնույթ, պետություն որպես գաղափար ու որպես բնույթ եւ աշխարհի տիրակալ որպես գաղափար ու որպես բնույթ։ Սա իրական շատ երկար ու շատ խորը բացատրություն ունեցող հարցեր են, հա։ Բայց ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ ես անկեղծ ասեմ, խորհրդային ժամանակների արխիվների ուսումնասիրությունն է ինձ հետաքրքրել։ Գիտեք, որ 1930-ական թվականներին, մինչև գրեթե երկրորդ համաշխարհային սկիզբ, տարբեր հարանվանություններից եւ ռուսուղափառ, եւ հայառաքելական, եւ վրաց եկեղեցու եւ խորհրդային միության մեջ գործող, հա, այլ եկեղեցիների ու կրոնական կազմակերպություններից, իհարկե դրանց ամենաշատը տուժել է քրիստոնեական եկեղեցին, շատ մարդիկ, շատ հոգևորականներ ու հավատացյալներ աքսորվել են, գնդակահարվել են եւ այլն։ Եվ այդ արխիվները հրապարակված են, մի առանձին գրքով են հրապարակված, ընդհանրապես այդ ժամանակաշրջանում, թե ինչ դատավարություն էր լինում, ինչ որոշումներ էին լինում, եւ նաեւ հռոմեական պատմիչների, օրինակ Հովսեփիոս Փլավիոսի պատմությունը Հռոմի մասին, որտեղ էլի անդրադարձ կա, գիտեք, Քրիստոսին, քրիստոնեությանը եւ նա տարբեր Տերտուղիանոսի գործը, հա, որտեղ ասվում էր, թե ինչ դատավճիռ ստացա եւ այլն, եւ նաեւ մենք տեսնում ենք հենց ավետարանը Պիղատոսի ու Քրիստոսի խոսակցությունը։ Ու տեսեք, այստեղ խնդիրը որն է, որ հարցի պատասխան, թե ով է իշխում մարդու հոգիներին, ով։ Հիմա աշխարհը ասում է ես եմ իշխում, սատանան ասում է ես եմ իշխում, որովհետև բոլոր մարդկանց համար կարևոր են փողը, կարևոր են իշխանությունը, կարևոր է իրենց հարմարավետությունը,
ու մարդիկ պատրաստ են ամեն ինչի, հանուն փողի, հանուն իշխանության, հանուն սեփական անձի հարմարավետության։ Եվ սրա հետ մեկտեղ գալիս են մարդիկ, ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր զոհում են իրենց ոչ հանուն փողի, ոչ հանուն իշխանության եւ ոչ հանուն սեփական հարմարավետության։ Եվ սա ընդհանուր առմամբ աշխարհակարգի, աշխարհի կառուցվածքի դեմ մի հատ քայլ է։ Չէ, որովհետեւ տեսեք, ամեն մի պետություն ինքը ունի իր տնտեսությունը, ինքը ունի իր պատկերացումը այդ ամեն ինչի մասին, ու երբ որ դու օրինակ, ասում ես, որ ինձ պետք չի ձեր տնտեսությունը, ինձ պետք չի, ինձ պետք չի, բայց այդ ամեն ինչի վրա հիմնված այդ համակարգերը տարբեր, եւ անվտանգային համակարգերը, եւ ֆինանսական եւ այլն, դու միանգամից դառնում ես այդ պետության դեմ մեկը, որովհետեւ եթե թագավորած գրքին մենք դառնանք, հիշում եք Սամուել Մարգարեի Աստծո խոսակցությունը, չէ՞, պետության վերաբերյալ, բայց այդտեղ իշխանության աղբյուրի վերաբերյալ, թե որտեղից պիտի լինի իշխանության աղբյուրը։ Եվ այս խոսակցությունը շատ հետաքրքիր խոսակցություն է Սամուելի ու Աստծո միջև, ու Աստված ասում է, թե ինչ է սպասում մարդկանց, եթե իրանք թագավոր ընտրեցին, թագավոր ունեցան, բայց մարդիկ ուզում են միևնույն է դա, որովհետև իրանք չեն ուզում կտրված լինել այս աշխարհից, չեն ուզում ուրիշ ձև լինել։ Մի տեսակ, տեսեք, զարմանալի բան է, չէ՞, որ ասում են դու կարաս չանես այդ ամեն ինչը։ Հիմա ոնց որ օրինակ մեզնից մեկին, հա, կամ մեր հասարակության, ասեն դու կարաս ապրես միտեղ, որտեղ հարկ չես տալի, որտեղ ինչ որ բաների կարիք չունես, բայց չէ, անպայման պիտի այդպես անենք։ Ուրեմն սա հենց սրա մասին էր։ Լավ, լսենք Սարգիսին, հետո Արտաշին։ Շնորհակալ եմ Տեր ջան։ Ես էլ Օրնեցեք Տեր։ Աստված օրհնի Սարգիս ջան։ Տեր ջան, տեխնոլոգիաների հետ կապված որ ասի, ես համաձայն եմ ձեզ հետ, բայց ամեն դեպքում ցանկացած տեխնոլոգիա ինքը նեյտրալ չի, չէ՞։ Ինչ չի կներես, նեյտրալ։ Նեյտրալ չի։ Հա, իհարկե նեյտրալ չի։ Եթե վերջացրիր հարցը, պատասխանեմ։ Հա, այս է հարցը։ Ուրեմն հիմնականում բոլոր տեխնոլոգիաները արտադրվում են ու ստեղծվում են ռազմական նպատակներով ու շատ երկար ժամանակ լինում են գաղտնի, հետո հենց արդեն ռազմական նպատակներով դրանց օգտագործելը դառնում ոչ էֆեկտիվ, գնում են լայն հասարակություն։ Ընդհանրապես դա ցույց տալիս մարդկության պատմությունը։ Այսինքն, եթե կուզեք, բոլոր տեխնոլոգիաների հիմնական մղիչ ուժը դա բռնությունն է, հա, ուրիշ մարդու նկատմամբ բռնությունը։ Այսինքն իրանք նեյտրալ չեն հենց այդքանով, որ իրանք ստեղծվել են հանուն ավելի հեշտ հաղթանակի, ավելի էֆեկտիվ կառավարման ու Գուլիվերի պատմությունը հենց դրա մասին է, չէ՞, երբ որ հսկա Գուլիվերը հայտնվում է Լիլիպուտիայում, ու ինքը լիքը բան կարող աներ, չէ՞, տներ կարող իրանով սարքեին, իր օգնությամբ եւ այլն, ու ինքը պատրաստ էր օգնելու իրանց այդ ամեն ինչին, ինչ են իրան խնդրում կամ ինչ են իրան պարտադրում, պատերազմել դիմացի պետության հետ։ Եվ ինտերնետը, ռադիոկապը, չգիտեմ, ու մնացած հրթիռաշինությունը, ատոմային ֆիզիկան, կենսաբանությունը եւ այլն, այս ամեն ինչը հիմնականում ռազմական նպատակներով ստեղծված բաներ են, ստեղծված տեխնոլոգիաներ են։ Բայց հենց այս է ամենամեծ խնդիրը, նայեք, երբ որ մեկը, մի մարդ, մի նպատակով ստեղծում է ինչ-որ մի բան, դա իր մեղքը, իր արժեհամակարգը ու իր խնդիրն է։ Բայց երբ որ այս գործիքը արդեն մեր մեջ կա, օգտագործում է տարբեր արտահայտություններով, բայց մենք սկսում ենք պայքարել այդ գործիքի դեմ, հա, օրինակ, կա ատրճանակ, որով կրակում է մարդ,
հա, բնականաբար այդ արտրջանակի միջոցով է, որ ինքը սպանում է, բայց մենք պայքարում ենք ոչ թե արտրջանակի, այլ այդ կրակող մարդու դեմ։ Հիմա նույն ձևով կա սատանան, կա մարդը եւ կան գայթակղություններ ու մեղքերը, որոնք անդադ աշխարհ են գալիս, ու երբ որ մենք պայքարում ենք մենակ զուտ, հա, այդ գործիքների դեմ, որոնց միջոցով է դրան գալիս են, այլ ոչ բուն մեղքի, դրա պատճառի, դրա առաջացման խնդրի հետ մենք անընդհատ պարտված ենք լինում, որովհետեւ ընդհանրապես դա հերթական ինչ-որ մի բան անելն է, ոնց որ հիմա խաղեր կան, չէ՞, ընդ որ ես գովազների մեջ եմ շատ հաճախ տեսնում, այս Facebook-յան բան, դուք էլ տեսած կլեք, որ ինչ-որ մի հատ մարդ ցած կրակելով գնում է, դիմացի զոմբիներ են գալիս, այնց ինչքան կրակում է, էլի գալիս են, ինչքան կրակում է, էլի գալիս են։ Եվ նույն ձևի այդ մեղքն է, հա, որտեղ եթե դու պայքարում ես այդ գործիքների դեմ, որոնց միջոցով իրան գալիս են, այլ ոչ բուն մեղքի դեմ, ու չես նայում քո խորքը, թե իրականում ինչից է էսի բխում, դու անընդհատ այդ նույն շրջապտույտի մեջ ես հայտնվում։ Եթե պարզաբանելու կարիք կա, պարզաբանեմ, եթե չէ, լսենք Արտաշին։ Չէ, Տեր ջան, շնորհակալ եմ շատ։ Ասացեք դեր հայր։ Ասած Արտաշ։ Բարանք խոսանք ընդհանուր սուտ խոսելու մասին։ Սուտ խոսելը մենք գիտենք մեղք է, բայց ժամանակակից աշխարհում մեր լեզվամտածողության մեջ ու առհասարակ պատասխանների փաստացի լիքը ստեր կան։ Օրինակի համար, երբ որ ասում եմ ոնց ես, լիքը մարդիկ կանան լավ չլեն, բայց ավտոմատ ասում են լավ ես, կամ օրինակ նկատել է, որ աշխատանքի մեջ էլ ասեն, օրինակ ինչ-որ մեկին ասեն, կարաս էս ինչ բանը անես։ Ճիշտ պատասխանը այն է, որ չգիտեմ, որովհետև շատ բաներ կա, որ մարդը չգիտի կարա անի, թե չէ։ Բայց եթե քրիստոնյաներ օրինակ աշխատանքի մեջ ասեն չգիտեմ, ոչ մի գործ չի ունենա։ Իրենք ասում են այո կարամ, ինչը փաստացի սուտ է, որտեղ իրենք չգիտեն կարան անեն, թե չէ։ Նու իմ առնչված գործերի մեջ այդ հարցը կա։ Հիմա փաստացի ասում եմ մենք անկախ ամեն ինչից ավտոմատ մեղքի ռեժիմում ենք։ Այդ հարցին մի հատ կանադառնանք, որ խնդրեմ։ Արտաշ ջան, դու ինձ հարց տվեցիր, որը իմ համար էլ է հարց, անկեղծ ասած, իմ համար էլ է հարց, ու ես էլ շատ աղոթում եմ, կարդում եմ ու մտածում եմ այդ հարցի մասին, ու որպեսզի սուտ խոսած չլինեմ, չեմ կարծում, որ իմ պատասխանը իմ համար սպառիչ չի, հա, այն պատասխանը, որը ես մինչև այս պահը գտել եմ իմ համար, սպառիչ չի։ Ես Հովան Ոսկեբերանի մեկնությունը կտամ, հա, որ խոսում է դրա մասին, եւ խոսում է սուտ վկայության մասին։ Եվ ասում է սուտը երկու տեսակի է լինում. քեզ վնասող ու մարդկանց վնասող։ Երբ որ քո խոսքը սուտ վկայությունը, հա, այսինքն դու վկայում ես քո կամ ուրիշի մասին, սուտ ու կարա դա վնաս լինի, հա, դա պատվիրանի խախտումն է։ Երբ որ քո խոսքը ոչ լրիվ ինֆորմացիան է, կամ ոչ ամբողջական բացատրությունը այդ ամեն ինչի, ու քեզ է վերաբերվում, սա զանցանք է, ոչ թե մեղք, հա, որպես այդպիսին, այսինքն պատվիրանի խախտում։ Ու իրականում պատվիրանի խախտում համարվում է։ Դա հենց է։ Չէ, պատվիրանի խախտում չի համարվում։ Սա։ Ու հետո եթե նայ, ես մի քիչ քո հարցը, եթե թույլ տաս ավելի խորացնեմ այն հարցերով, որ ես եմ ինձ տվել, էլի։ Հիմա արդյոք քաղաքավարությունը ստախոսություն չի իրականում։ Ստախոսություն է, հենց ես ձեզ այդ հարցն եմ տալի, որտեղ քաղաքավարությունից ելնելով մենք օրինակ ասում ենք շատ հաճելի էր հանդիպումը, ինչ որ մեկի ում 3 վայրկյան կարող է խոսանք։ Դա խաբել է, էլի օրինակ։ Հենց այդ դրա մասին է խոսքը, որ իրականում քաղաքավարությունը կամ այս աշխարհի կանոնը, օրենքը շփվելու
ինքը ստի վրա հենված կանոն ու օրենք է շփվելու։ Բայց ինչի՞ց է բխում դա, որովհետև ու ինչի են քրիստոնյաներս նույնպես դրանով առաջնորդվում, որովհետև ցավոք սրտի մենք չունենք Քրիստոսի այն սերը մեր նկատմամբ, որ այո յուրաքանչյուր մարդու հետ շփումը մեր համար հաճելի լինի, որովհետև ինքը Աստծո պատկերն ու նմանությունը ունի։ Չէ, կարա հաճ, այսինքն պարզ չի, ոչ թե հաճը, այլ պարզ չի հաճելի էր, թե չէ։ Օրինակ էի մեծ շատ է գնացել եմ, օրինակ ծանոթացել եմ ինչ-որ մի ինտերնետ, ասել է արտակ, բայց ոչ մի բառ չեմ փոխանակել։ Ես իմ ընկերոջ հետ եմ խոսացել, ինքը դաժե ոչ մի բառ չի խոսեցել, հետո հաջող անելուց նավսեկի ասում ես նա հաճելի էր, բայց էլի հաճելի էր, բայց ինքը ոնց որ այդ չի արտահայտում։ Կամ լավ է գործի օրինակը, որ դու գործի մեջ ասում են, այս ինչ բանը կարաս անես։ Մարդը ասում է, հա, բայց ինքը հիմնականում մտնում է, որ ինքը այդ գործը արած չի լինում։ Ինքը դիասի չգիտեմ, կարամ անեմ թե չէ։ Դե հենց սրա մասին է խոսքը, էլի, որ ոնց ես ասեցի, չէ, մեր դու երևի ոնց որ կանոններն են մեր եկեղեցու, որ երազանքն են եկեղեցու ինքն իր մասին, նույն ձևի նաև մենք շատ խոսքեր ունենք ու շատ վարմունքներ ունենք, որ ոչ թե իրականության արտահայտումն են, այլ մեր մասին մեր երազանքն են կամ մեր մասին մեր նպատակներն են արտահայտում։ Հիմա եթե կանոնագիրքը կարդանք, օրինակ, ես անկեղծ եմ ասում, եւ կանոնագիր հայոցը եւ առաքելական կանոնները եւ տարբեր կանոնական խմբերը, հա, Բարսեղ կեսարացու բան եւ այլն, երբ որ կարդում ես, երբ որ ես անձամբ կարդում եմ, ես խորը բանի դեպրեսիվ վիճակի մեջ եմ հայտնվում, որովհետեւ ես հասկանում եմ, որ չգիտեմ երբ կկարողանամ այդ կանոնների համաձայն ապրել ու այդ ընկալումների առումով անգամ, հա, այդ ամեն ինչ ունենալ։ Բայց սա բացատրվում է հենց մեր հայրերի մեկնությամբ ու ընդհանուր եզրույթներով, որ շատ բաներ մենք շատ ասում ենք, որովհետև խոսքը ինքը մեզ բերում է այդ իրավիճակին, վերջի վերջո փոփոխությունը մարդու նախ եւ առաջ խոսքով է լինում, հա, այսինքն գաղափարով ու մտքով է լինում։ Ու նույն բանի վրա է հիմնված, երբ որ մենք ասում ենք, չէ, օրհնեցեք Տեր Հայր կամ Աստված օգնական Հայրսու։ Այս բաները ասում ենք, այս էլ քաղաքավարության ձևերից մեկն է, պրոտոկոլային դիմումը սա մարդուն, հա, որովհետև դու կարող ես մա տենց պիտի ողջունես, գիտես որ տենց պիտի ողջունես, բայց կարող ես դու չսպասես էլ իր օրհնությանը ու ինքն էլ ոնց որ պատրաստ է չլինի այդ օրհնությանը, որ ինքն է մտածի Աստված օրհնի եւ այլն, բայց սրանք խոսքային առումով, թեկուզ այդ շփման առումով մեզ հիշեցնում են, թե ինչ մենք պիտի անենք, ինչին մենք պիտի ընկալենք, որպեսզի ուղեղը թեքվի այդ կողմ միանգամից, էլի։ Հիմա իմ հարցն է, էսի մեղք համարվում է, թե տաթևած ասած փոշե տեսակ մեղքն է, թե մեղք չի։ Որ ասում եք զանցանքը, ես չեմ հասկանում, մեղքա թե մեղք չի։ Փոշե տեսակ մեղք կարելի է ավելի ասել, եթե տաթևացու բառապաշարով խոսանք, բայց իմ ընկալումով, չգիտեմ, ես իրավունք չունեմ երևի իմ ընկալումը ասել, բայց ասեմ զուտ իմ անձնական կարծիքը, որը շատ ամենայն հավանականությամբ սխալ է, ես մտածում եմ դա մեղք չի։ Ես տենց եմ կարծում, տենց եմ մտածությունով, այսինքն մարդը մտադիր չի խաբել, ուղղակի այո։ Այսինքն ինչը մարդը մտադիր չի անելու։ Հա, օրինակ տեսեք, ես իմ երեխու հետ օրինակ շփման մեջ, հիմա երբ որ մենք հյուր ենք գնում, դե գիտեք, երեխաները շատ անկեղծ են, ես վերջի պատահած դեպքի մասին եմ խոսում, մենք հյուր էինք, իրան թեյ տվեցին, ինքն էր ուզում թեյ տվեցին իրան, ինքը խմեց այդ թեյը, հետո ասեցին լավներ, դուրդ եկավ, ինքը ասեց, չէ, հեչ համով չէր այդ թեյը։ Դա ասենք մի անգամից ինքը տենց ասեց, հիմա ես իրան հետո ասեցի, չգիտես ինչ, երբ որ քեզ հյուրասիրում են ինչ որ մի բան, դու պետք է շնորհակալություն հայտնես դրա համար ու խափի, իրականում տենց ասեցի։ Բայց հիմա այստեղ կարևոր ընտրություն կա,
էդի մի բանը այն չասել, թե դրա համար եմ ասում, էլի Արտաշ ջան, իմ համար անկեղծ, իմ համար դա այն հարցերից է, որին ես լիարժեք պատասխան չունեմ, ու սպառիչ պատասխան չունեմ։ Հասկացա, մերսի։ Հա, եղավ, շնորհակալություն։ Ուրիշ հարցեր կար, Ժողովուրդ ջան։ Դվոց տեսնում եմ, էլ ուրիշ հարցեր չկան։ Շատ շնորհակալություն ձեզ բոլորիդ ձեր մասնակցության համար։ Էլի ինչպես միշտ դուք ընթացքում կարող եք ձեր հարցերը ուղղել տարբեր գործիքների միջոցով, հա, էլեկտրոնային գործիքների միջոցով ու ես մի բան եմ ուզում մեր մյուս հանդիպման համար ձեզ խնդրել, որովհետև մյուս հանդիպմանը պիտի խոսենք սիրո մասին, խնդրում եմ կարդալ Կորինթացիներին ուղղված Պողոս առաքյալի թուղթը եւ սիրո մասին, սիրո ճառը, հա, այսպես ասած, Պողոս առաքյալի, որպեսզի մենք կոնտեքստային առումով փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել քրիստոնեության մեջ, ինչ տարբերություն ունի քրիստոնեական սիրո ընկալումը աշխարհիկ սիրո ընկալումից եւ մի քանի հանդիպումներ, երբ որ մինչեւ հունվար, հա, մենք կունենանք այս կարևոր բազային բաներից հետո արդեն հնարավոր կլինի Սուրբ Գիրքը եկեղեցու տրամաբանության ու եկեղեցու աստվածաբանության մեջ ուսումնասիրելու եւ միևնույն ժամանակ հասկանալու, թե ինչու Աստված ուզեց ու համաձայնվեց ապրել մի տեղ, մի միջավայրում, որտեղ մեղավոր մարդիկ շատ են, շատ եւ հասկանալ, թե մեր մյուս հանդիպման ենք, էլի, սրա մասին խոսելու, հասկանալ, թե ինչու հատկապես եկեղեցում մենք դարերի ընթացքում պատմության լայն կտրվածքով չլսված մեղքեր ենք տեսնում, չլսված, որ աշխարհիկ միջավայրի համար է սարսափելի, ուր մնաց հոգևոր միջավայրի, եւ թե ինչի ենք մենք լսում այս ամեն ինչը, նաեւ սրա մասին կիմանանք աստվածային սիրո հայացքի ներքո։ Եղավ, Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մինչև մյուս չորեքշաբթի։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տերեկ։ Բարի գիշեր ձեզ ժողովուրդ։ Բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր բոլորին։ Գիշեր։ Շնորհակալություն շատ։ Անի ջան, լավ եք։ Դուք ոնց եք։ Լավ, փառքաստու, շնորհակալություն Անի ջան։ Կամաց։ Օրվա հետ էլի մենք էլ սենց օրվա թոհուբոյից հետո գոնե պապաստո մտնում ենք Տեր հոր մացանք ընտրում ենք։ Լավ, փառքաստու, կարևորը լավ եք, բոլորը լավ են ժողովուրդ ջան։ Օրհնվեք, ապրեք շատ ներսես ջան, շնորհակալություն Լավ, շատ։ ապրեք, մերսի Անի ջան, մենք ենք շնորհակալ։